Ազգային ժողովի առավոտն անհանգիստ է, նախորդին միջանցքում տեղի ունեցած միջադեպը Ալեն Սիմոնյանին հանգիստ չի տալիս։ Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ եւ ասում էր, որ դե դիմացեք 2 ամիս բան մնաց, հեսա ձեզ ռատ կանենք կեթակ, հեսա Նիկոլին ռատ կանենք իր ընկերներով կեթան ու դա անում էր Հակոբ Ասլանյանը։ Ու գիտեք ինչ հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, ես բեղ պահեմ ձև անենք, որ դուք ինչ չեք ճանաչում։ Թե ով ում է ռադանելու, իհարկե քննարկվող թեմային չի առնչվում։ Բայց օրվա ինտրիգային մեկնարկն ապահովված է։ Մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի սենց շող կտենում են, իրանց թվում է այդ իրանք են։ Հենց աստղային է տանում, քաղաքական մտածում են իրանք սենց լուրջ քաղաքական ապագա ունեն։ Կոնկրետ իրապարակայում իրանք քաղաքական Պանիկովսկին են եւ ուզում եմ իրեն շնորհավորեմ, որ մենք ձեզ ռադարինգ, բայց անենց պահեցինք, որ թոշակի հարցը կլուծեք։ Այնուամենայնիվ թոշակը կստանաս, հա, մի անհանգստացի, բայց այնուամենայնիվ ամոթ է, ձեզ հավաք պահեք և ձեր չափի մեջ պահեք։ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար տեղի ունեցած քվեարկության արդյունքները պարզ են։ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է առաջադրված պաշտոնում։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, քվեատուփում առկա էր 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Վլադիմիր Վարդանյան կողմ 67, դեմ 0։ Շնորհակալություն, շնորհավոր։ Շնորհավորում ենք պարոն Վարդանյան։ Սահմանադրական դատարանի համար ևս մեկ նորություն կա։ Դատավորները ստաժի հիման վրա հավելավճար կստանան։ Նախագծերով առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը, հաշվի առնելով այն, որ ներկայում Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով եւ չափերով համարժեք չէ վերջիններից բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։ 2026 թվականի համար Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահների եւ 7 դատավորների համար աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարը կկազմի 46 միլիոն 775 հազար 40 դրամ։ Թե ինչու է փոփոխությունը ոչ թե բյուջեի քննարկման ժամանակ, այլև հիմա կատարվում, Արծվիկ Մինասյանն է հետաքրքրվում։ Այն պարզ պատճառաբանությամբ, որ անցել է ստիպված է եղել անցնել որոշակի process, այսինքն գրվել է, շրջանառվել է, քննարկվել է կառավարությունում եւ այլն, եւ պետք է նշեմ, որ այս նախագիծը մշակվել է ավելի վաղ, քան պետական բյուջեի մասին օրենքի քննարկումն է եղել, բայց պայմանավորված այն ընթացակարգերով, որոնց մասին ես խոսեցի, հիմա է հասել ազգային ժողով։ Մոպեդները, տրիցիկլներն ու կվադրոցիկլները պարտադիր ապահովագրություն կունենան։ Հարցն արդեն երկրորդ ընթերցման է ազգային ժողովում։ Վերջին շրջանում մենք նկատում ենք, որ մեր ճանապարհային երթևեկության մաս են դարձել նաև այդպիսի տրանսպորտային միջոցները, առավել ակտիվորեն են օգտագործվում եւ ուրեմն որոշ դեպքեր են ունենում, երբ որ նրանք հայտնվում են նաև ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ, ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել ապահովագրել դրանից բխող պատասխանատվությունը։ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի լուծարումից հետո օրենքի ուժով հիվանդանոցային բուժման կարիք ունեցող դատապարտյալները կտեղափոխվեն այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության եւ սպասարկման բժշկական ստորաբաժանում։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում արդեն իսկ ստեղծվել է եւ աշխատում է առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի 95 լրակազմ ունեցող նոր տեղամասը, իսկ հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում գործարկվել է հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման բաժանմունք նախատեսված 20 մահճակալի համար։
Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանին նաև վարչապետն է ներկա, միայն թե ընդդիմությունն է բացակա։ Արդեն տևական ժամանակ շրջանառվող սեպտեմբերին սպասվող պատերազմի մասին լուրերը նախընտրական սպառնալիքներ չեն եւ ընդդիմության հայտարարությունները խարխլում են խաղաղության ֆունդամենտը։ Հայկ Կոնջորյանը Նիկոլ Փաշինյանին խնդրում է անդրադառնալ այս խոսույթին։ Եթե պատահի այնպես, որ հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմությունը հաղթի, ապա դա անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի եւ աղետաբեր պատերազմի։ Թույլ տվեք իմ վստահությունը արտահայտել, որ այդպես չի պատահի, եւ սա ինչու եմ այսպես ասում։ Նախ ոչ միայն վերջին մի ամսվա ընթացքում ժողովրդի հետ մեր ունեցած շփումները եւ տեսնելով ժողովրդի տրամադրությունները, քաղաքացիների տրամադրությունները եւ խոսույթը, երկրորդը բացի դրանից գիտեք ինչ, ի վերջո կամ պատմական ցիկլեր եւ այն ինչ որ դուք նկարագրում եք կամ ինչ որ ասում եք կամ ընդդիմությունն է ասում պատմականորեն անհնար է եւ անտրամաբանական է։ Փաշինյանը դժվարանում է հավատալ, որ մի ժողովուրդ հազարամյա դեգերումներից հետո հասել է մի հանգրվանի, որին ձգտել է եւ դրանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ զարգացման փոխարեն գոյատևման եւ գոյապահպանության օրակարգի անցնելով։ Իմ կարծիքը այն է, որ դա պատմականորեն անհնար է։ Եվ մենք պարզապես պետք է պատմական պահը ճիշտ գնահատենք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ քաղաքացիները եւ պատմությունը հասցնենք տրամաբանական եւ շատ կարեւոր է ոչ թե ֆատալիստական, այլ ինչ որ ֆատալիստական տրամաբանությունը ճեղքելու միջոցով ի վերջո խաղաղ հանգրվանին։ Ընդդիմադիր բոլոր ուժերը ըստ Փաշինյանի խոսում են խաղաղությունն ուժային մեթոդով պարտադրելու մասին, սա հենց պատերազմի ճանապարհին ոտք դնել է նշանակում։ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ուժեր, բոլոր երեքը հանդես են գալիս, մեկը ասում է վերաբանակցենք, մեկը ասում է ուժով պարտադրենք, այսինքն ընդհանուր տրամաբանությունը դա է։ Այսինքն իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետքա տեր կանգնել եւ այդ խաղաղությունը պետքա խնամել։ Իրանք ասում են, որ այդ խաղաղությունը պետքա վերաբանակցել, ինքը այն չի, եւ դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը, եւ ինչու պետք է դա տեղի չունենա, այն էլ աշխարհաքաղաքական այս միջավայրում, որտեղ այնտեղ որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ որտեղ պատերազմի դուռ կա եւ այդ դուռը բաց է, պատերազմը մտնում է, մենք չենք տենում ինչ է կատարվում աշխարհի։ Թե ինչու է ազգային ժողովի դահլիճում ընդդիմադիրների հատվածը դատարկ, Փաշինյանը գիտի պատասխանը։ Դուք նայեք այս դահլիճի այս հատվածի դատարկության, չէ՞։ Երկու падգամավոր կային ստեղ, որ անդադ շատ ակտիվ հարցեր են տալիս, տվին հարցեր, տեսան բան չի ստացվում, հիմա գնացել են Ռոբերտ Քոչարյանին են բռնել, Ռոբերտ Քոչարյանին են հարցեր տալիս։ Հասկանում եք, բա եթե տենց երկիրը այդ վիճակում այս դատարկությունը ինչի մասին է։ Ընդ որում Քոչարյանին հարցեր են տալիս, գոնե հետո մոնտաժ են անում, գոնե մոնտաժ են անում, նոր են տեղադրում, բայց այդ չգիտեմ ժամային մոնտաժների արդյունքում մեկը բանը էլի խոսացածի մի շատ զգալի մասը տենց ժամանակը սպառվեց, թե չկասեի թե ինչա։ Վարչապետի կրծքազարդը կրկին քննարկվող թեմա է այս անգամ ազգային ժողովում։ Ոմանք ձգտում են այն ստանալ, ոմանք մերժում։ Ջուլիետա Ազարյանը խնդրում է խոսել այս մասին։ Իսկ թե որտեղից է սկսվել այս պատմությունը, Նիկոլ Փաշինյանը կրկին խորհրդանշական քարտեզն է առաջ բերում։ Հազարավոր օրինակ առաջարկել ենք, ես գոնե հիշում եմ 3-4 կամ 5 դեպք, երբ որ մարդը ասել է, չէ, չեմ ուզում։ Այսինքն 1000 եւ 3-4-5։ Սա առաջինը, երկրորդը ուզում եմ մենք հիշենք այս պատմությունը, ինչից է սկսել։ Այս պատմությունը սկսել է ստեղից։ Այսինքն ես հիշում եք, ինչից է եղել այս պատմությունը։ Եվ այս պատմությունը նրա մասին էր, եւ ես ուրախ եմ, որ մենք այդ ճանապարհը անցել ենք,
եւ մենք ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Հա, մենք դա հասկացել ենք շատ ուշ։ Եվ կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու։ Քարտեզը հիշեցնում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը, երբ մենք այն ժխտել ենք, նշանակում է ասել ենք, որ Հայաստանը չունի միջազգայնորեն ճանաչված տարածք, բացատրում է Փաշինյանը։ Էտա պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից, որպես պետություն։ Եվ երբ որ մենք վերադարձել ենք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքին, մենք գնալով այդ օրից ժամ-ժամ դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ, ավելի հեղինակավոր միջազգային պետություն, եւ սա Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության խորհրդանիշն է, սա Հայաստանի պետականության խորհրդանիշն է։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։